Մի հետաքրքիր դրվագ, Սիրանուշ։ Կա Սահմանադրական դատարանի դատավորներ Վլադիմիր Վարդանյանին, Արտակ Զեյնյանին, հետո նաև Սեդա Սաֆարյանին քննությանը չմասնակցելու պահանջ Սահմանադրական դատարան դիմողների կողմից։ Օրինական պահանջ է սա։ Անաչառության, անկողմնակալության չափանիշները հավասարապես կիրառելի են սահմանադրական արդարադատություն իրականացնող դատավորների նկատմամբ եւ անաչառությունը ենթադրում է նաեւ քաղաքական ուժերից, կուսակցություններից անկախ գործելու հնարավորություն, եթե կան օբյեկտիվ կապեր, դրանք կարող են անաչառ դիտորդի մոտ կողմնակալության տպավորություն ձևավորել, իսկ նման օբյեկտիվ կապ կարելի է դիտարկել կուսակցական պատկանելիությունը, իհարկե կարծում եմ կուսակցական պատկանելիությունը մշտական ճակատագրական կնիկ դրոշմ չէ, սակայն երբ դատավորի պաշտոնի ստանձնման եւ քաղաքական կուսակցությունում անդամության դադարեցման ժամանակահատվածը սեղմ է, այսպես կոչված սառեցնող ժամանակահատված չի անցել, ապա այդ կապերը կարող են ձևավորել կողմնակալության տպավորություն, սա օբյեկտիվ անաչառության խնդիր է եւ նման պարագայում կարծում եմ վստահելիությունը բարձրացնելու նպատակով կարևոր է, որ այդ դատավորները մեկուսացվեն սահմանադրական արդարադատության իրականացումից։ Այսինքն այս նույն պահանջը ժամանակին կարելի էր ներկայացնել նաև Հրայր Թովմասյանին։ Կարծում եմ, այո, իհարկե կախված է նաև կուսակցությունների ներգրավվածությունը, ժամանակահատվածը, բայց այստեղ մոտեցումները պետք է միասնական լինեն։ Հիմա հետընտրական process-ը աչքի է ընկնում քրեական գործերի առատությամբ, Սիրանուշ։ Դրանց էլ կարելի է հստակ տարանջատել, դրանք քաղաքական են թե իրավական։ Ընտրական պրոցեսներում պետությունը երկու շահերի է կարծում եմ բախվում, մի կողմից արդար ընտրությունների, ազատ ընտրությունների կազմակերպումն է, որտեղ շատ կարևոր է ապահովել ընտրողի կամքի ազատությունը եւ ընտրակաշառքները բնականաբար խեղում են ընտրողի կամքը եւ սա ապահովելու համար անհրաժեշտ է նաեւ քրեաիրավական գործիքակազմ, մյուս կողմից իշխող ուժը չպետք է հետապնդումներ իրականացնի օպոնենտների նկատմամբ եւ հանրային ռեսուրսները չպետք է դառնան իշխող քաղաքական ուժի վարչական ռեսուրսը ընտրական գործընթացներում, այսինքն ես հեռու եմ այն մտքից, որ ընտրակաշառքների դեպքերը չպետք է քննության արժանանան, այստեղ գործընթացը օրինական է, սակայն նաև չպետք է դիտարկվեն ընտրողական քննության կամ ընտրողական արդարադատության տարեր եւ ընտրակաշառքների, ընտրական այլ խախտումների, քրեորեն պատժելի արարքների վերաբերյալ երևույթ հատկանիշներ պարունակող հաղորդումները պետք է հավասար քննության արժանանան, կարծում եմ հատկապես ընտրապայքարների, ընտրաշավի ժամանակահատվածում կարևոր է անմեղության կանխավարկածի պահպանումը եւ տեղեկատվական նյութերի տարածումը, քանի որ դրանք իրենց մեջ եւս քարոզի կամ հակաքարոզի տարեր կարող են պարունակել։ Առնվազն իմ դիտարկմամբ հեղինակավոր նաև եվրոպական կառույցների կողմից ընդունելություն արժանացած հասարակական կառույցները խոսել են ընտրակաշառքի կամ այլ խախտումների մասին, որոնք առնչվել են իշխող քաղաքական ուժին եւ դրանց քննության վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն։ Եթե հաստատվի, որ ընտրողական կերպով է քննությունը իրականացնել, իհարկե մենք այստեղ կարող ենք հետևությունների գալ, որ պայքարը ոչ թե ընտրողի ազատ կամքի ապահովման տեսանկյունից է եղել, այլ այն իր մեջ պարունակել է նաև հետապնդումների տար այլախոհների նկատմամբ։ Նշեմ, որ այս եւ նմանաբնույթ հարցերի առնչությամբ մենք զեկույց ենք նախապատրաստում,
նաև պաշտոնապես հարցումներ ենք իրականացնում եւ տվյալները ամբողջացնելուց հետո նաև հրապարակային հասանելի կլինեն մեր դիտարկումները։ Սիրանուշ, դուք ինչպես եք վերաբերվում Հայաստանում չապրող քաղաքացիների ընտրական իրավունքին։ Դա նույնն է, ինչ Հայաստանում ապրողի իրավունքը։ Այստեղ հարցը կարծում եմ սահմանադրական կարգավորումների հարց է, առնվազն մեր սահմանադրությունը հնարավորություն է տալիս քաղաքացիություն ունեցող կամ չբնակվող, Հայաստանում չբնակվող անձին մասնակցություն ունենալ ընտրություններին, սակայն նշեմ, որ օտարերկրյա պետությունում գտնվողները կորցնում են անմիջական կապը երկրի եւ երկրում ընթացող պրոցեսների հետ եւ նրանց ակտիվ ներգրավվածությունը կարող է չհաջակցել իրական խնդիրների լուծմանը կամ հարցերին տիրապետող ուժերի ներգրավվածությամբ հանրային հարցերի լուծմանը։ Սակայն եւ իհարկե նշեմ, որ ընտրարշավի կազմակերպման սահմանափակումներ կան մրցակցող ուժերի համար։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունում ապահովված է մատչելիությունը ողջ բնակչությանը, սակայն հավասարապես ուժերը չեն կարող ընտրարշավ կազմակերպել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող, բնակվող քաղաքացիների շրջանակում եւ պետք է հասկանալ, թե այս սահմանափակումները ինչ կերպով կարող են ազդել ընտրողների կամքի վրա եւ հետագայում, եթե Հայաստանից դուրս ապրող ընտրողները որոշիչ ձայն ունենան, դա ինչպես կարող է անդրադառնալ հանրային կյանքի կազմակերպմանը։ Իմ գնահատմամբ սոցիալական մեդիայի եւ այս տեղեկատվական դինամիկայի պայմաններում ձայնը լսելի է նաեւ երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիներին, ուստի կարելի է որոշակի կանոնների պահպանմամբ ապահովել նաև լուսաբանումը եւ չզրկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրելու սահմանադրական հնարավորությունից։ Դե վստահ եմ գիտեք, որ ազգային ժողովը նախագիծ է նախապատրաստում հենց այդ փոփոխությամբ եւ պահանջներից մեկը 6 ամիս Հայաստանում ապրելն է։ Դա ընտրական օրենսգրքում փոփոխության, ընտրական օրենսգրքով կարգավորվող է, թե սահմանադրական նորմ է փոխվելու։ Ընտրելու եւ ընտրվելու իրավունքի առանցքային դրույթները ունեն սահմանադրական կարգավորում, անկեղծ ասած այս պահին չեմ հիշում, որ մասն է պատվիրակված ընտրական օրենսգրքին, սակայն հասկանալի է, որ սա պետական քաղաքականության խնդիր է։ Իմ գնահատմամբ ցանկացած քաղաքականություն պետք է հիմնված լինի ապացույցների վրա։ Եվ նախորդիվ տարիներին թույլատրվել է Հայաստանում բնակություն չունեցող քաղաքացիների քվեարկումը եւ դա չի ստեղծել արտաքին ազդեցությունների ենթարկված լինելու դեպքեր, արձանագրված իրավիճակներ եւ փոփոխությունը պետք է իր հիմնավորումն ունենա։ Օրինակ արձանագրվի, թե ինչպես է չարաշահվում այդ իրավունքը, ինչ նոր ռիսկեր են ստեղծվում Հայաստանի հանրային կառավարման տեսանկյունից եւ արդարացվի պետական քաղաքականության փոփոխությունը։ Դա կլինի սահմանադրության մակարդակով, թե սահմանադրական օրենքի մակարդակով, իմ գնահատմամբ դրանք դառնում են տեխնիկական խնդիրներ։ Սակայն եթե ապացույցներ չկան, որ դոմինանտ է օտարերկրյա պետություններում ապրող քաղաքացիների ձայնը կամ որ նրանք ենթարկվելով արտաքին ազդեցության փոխում են Հայաստանի ներքաղաքական կյանքը եւ մշակույթը, իմ գնահատմամբ նման փոփոխություն կատարելը արդարացված չի։ Բոլոր դեպքերում դա պետք է լինի փաստահեն, ապացուցահեն քաղաքականություն եւ պետք է ներկայացվեն տվյալներ, ապացույցներ, որոնք ցուցադրեն իրական անմիջական ռիսկեր, սպառնալիքներ եւ կարդարացնեն մոտեցումների վերանայումը։